Աննա Հակոբյանը Լևոն Տեր-Պետրոսյանին անվանում է ոչիլ, համաձայն եք իր հետ։ Այս երկրում ում ինչ ուզում ասում Ազիջան, ինչի հետ համաձայնում եք, սրանց հետ вообще համաձայնվելու ոչ մի բան չկա։ Սրանք տանում են դեպի կործանման ժողովրդին։ Ինքը իր բառապաշարը թող հետևի, ես չգիտեմ, տեն շեն խոսում, ոչ ղերկրի ղեկավարը, ոչ էլ իր զուգընկերը, ինչ ասեմ։ Իսկ ինչու այդպես արտահայտվում։ Մակարդակի հարցը։ Ոչիլից էլ բետարա, բավոր իր այդ Նիկոլը դավաճան։ Ծաղի վրա թքած ունեն Ազիջան, այդքան բան։ Ժողովրդի մասին ոչ մեկներ չի մտածում։ Իսկ համաձայն եք Աննա Հակոբյանի հետ։ Ոչ մեկ հետ էլ համաձայն չեմ։ Ես լսում եմ դրանց փակում եմ, ամեն ինչ անջատում եմ։ Տանել չեմ կարողանում։ Աննա Հակոբյանը Լևոն Տեր-Պետրոսյանին անվանում է ոչիլ, ինչ կասեք։ Ոչ մի բան չեմ կարող ասեմ, որովհետև անարդար ամեն ինչ։ Ես չեմ ընդունում, որ անվանում է ոչիլ։ Նախ առաջինը որպես առաջին տիկին, ինքը իրավունք չպետք է վերապահվի իրեն նման ձևով արտահայտություններ անելու։ Ես չեմ ընդունում համենայն դեպս։ Իսկ ինքն իրեն առաջին տիկին համարում է։ Ինքը իրեն առաջին տիկին համարում է, դե ըստ քաղաքականության, ըստ օրենքների բնականաբար, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետը, բնականաբար անկախ ամեն ինչից ով ուզում լինի, իր կինը։ Դե օրինական կինը չի զաքսավորված, բայց դե որ արդեն 25 տարին լրացել է եւ նրանք համատեղ կյանք են վարում եւ կենցաղ են կիսում, բնականաբար համարվում են կին եւ ամուսին։ Սաղ էլ նույնն են բոլորը։ Սկզբից մինչև վերջ ոչիլ են եղել, նրանք աշխատել են ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ, բոլորը։ Այսինքն գործող իշխանությունն էլ է ոչիլ։ Բոլորն են ոչիլ, բոլորը։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Քոչարյան, Սերժ, այս պիղծից պրծած։ Ինքի իրավունք չունի ուրիշին անուն դնելու։ Կարճ կոնկրետ, նրա անունը լսել չեմ ուզում։ Շնորհակալություն։ Ինքն էլ Պետրոսյանն էլ Մյուսոնը սա նույն բանն են, ոչիլ է, թե տարականը նույնն են։ Ազիզ, մենք էս տղացի չենք, որովհետև ինչ կդեն, ես вообще Հայաստանի հետ գործ չունեմ։ Աննա Հակոբյանը Լևոն Տեր-Պետրոսյանին անվանում է ոչիլ, ինչ կասեք, համաձայն եք իր հետ։ Ցավը տանում գործ չունես իմ հետ։ Ես որ խոսամ արդեն Մի երկու բան ասեք որպես ես 5 օր հետո լքում եմ вообще Հայաստանը պետք է։ Սխալ է։ Մեր կարծիքով ինչու է այդպես արտահայտվում նախկին ղեկավարի մասին։ Ես ինչ իմամ, հիմա պոլիտիկան նենց բան է, որ ոչ ոք գլուխ չի հանի։ Պետքին արմատ ընդհանրապես իրավունք չունի անպատվի, թող իր տեղում մնա, բայց ամեն դեպքում Լևոնի մենք տեսել ենք էլի ով է։ Մի կողմից ընդունել է, մի կողմից էլ չէ։ Բայց կին արմատը պիտի չասի։ Իսկ կարող է առիթ օգտագործում է, որ ինքը առաջին տիկին է եւ կարողանում է վիրավորել։ Ինքը իրավունք չունի, դա հիմնական պոստ չի։ Բաղ կարող է եւ իրանել շղկստեն հանեն դուրս։ Հետո ոնց պիտի պատասխան տա։ Չէ, կին արմատը պիտի մնա կինար, մանավանդ հայ աղջիկ։ Հայ դիցի։ Սխալ է։ Ամեն մեկ իր դիրքում պիտի մնա, բալա։ Դուք պատինական։ Սաղը ոչիլ են, Լևոն Տեր-Պետրոսյանն է, Աննա Հակոբյանն է։